Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սա Արցախի կորստից հետո Լավրովի առաջին այցն է Հայաստան։ Երեկվանից Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ Լավրովի այցի։ Հայաստանն ու Իրանը խորացնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում։ Հայաստան է ժամանել Իրանի պաշտպանության ու զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությունը։ Մայրաքաղաք Երևանում ժամը 12:10 այսօր երեքշաբթի է մայիսի 21-ը, ես Սիրանուշ Պապյանն եմ, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Երեկ Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, սա Արցախի կորստից հետո Լավրովի առաջին այցն է Հայաստան։ Երեկվանից մայրաքաղաքում տարբեր քաղաքական գործիչներ եւ խմբեր բողոքի ցույցեր են կազմակերպում ընդդեմ Լավրովի այցի, մասնավորապես Կիևյան կամրջից մեծ պաստառ է կախվել Վլադիմիր Պուտինի նկարով եւ մարդասպան գրությամբ։ Ակցիան նախաձեռնել է Հանուն Հանրապետության կուսակցությունը։ Այնուհետև պաստառները հայտնվել են օդանավակայան տանող ճանապարհին, սակայն ոստիկանները հեռացրել են դրանք։ Այսօր առավոտից բողոքի ակցիաները շարունակվել են արտաքին գործերի նախարարության դիմաց, որտեղ տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։ Ակցիայի կազմակերպիչներից Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացնում, իսկ պատերազմ վարում են միայն թշնամիները։ Ուզում ենք մեր քաղաքացիներին իրազեկել, ինչ հանցագործ է եկել, ասել է Բաբաջանյանը։ Եվ մենք հիմա ուզում ենք մեր քաղաքացիներին իրազեկենք, թե ինչ հանցագործ է այստեղ եկել Հայաստան։ Պարոն Բաբաջանյան, խնդրում եք, դուք չեք տալիս, որպես մեր քաղաքացիները հիմա այստեղ քաղաքացիական իրականացնում, մենք ենք որևէ կես չենք ուզում կոչընդոտենք ձեր ակցիային, ընդհանրապես տեղանքի առումով խնդրում ենք առաջանալ է փողոցի այն կողմ խաղաղ ակցիային։ Հենց հիմա կոչընդոտում ենք առանց հիմնավորում տալու, թե ինչու մենք պետական արարողակարգային միջոցառումը նախատեսված այսօր այս պահին։ Ոչ մի պետական արարողակարգ չկա այս պահին, այս վայրում ոչ մի պետական արարողակարգ այս հատվածում չկա։ Այնտեղ ամեն ինչ վերջանալու է, այս արարողակարգային միջոցառումը նախատեսված Հիմա իրենք ասուլիս են տալի, մենք ինչով ենք այստեղ գտնվելով խանգարում։ Ես հենց հիմա ուղիղ եթերում, հենց հիմա դուք առանց անհիմն մեզ ինչ-որ պահանջներ եք ներկայացնում։ Ես էլ ձեզ ասում եմ, հենց հիմա խանգարում եք մեր ակցիային։ Եվ ձեր այս պահանջներով մեր ակցիային 10 պատիկ ավելի մեծ հնչեղություն եք տալիս։ Այդ եք ուզում։ Շատ լավ է։ Ապրեք։ Մենք ձեր ակցիային մամուլն իմանում է, որ ոստիկանությունը ուղղակի քաղաքական իշխանության հրահանգով ռուսները ձեզ հրահանգել են, որպեսզի գաք այստեղ այս 10-15 հոգանոց ակցիան նույնիսկ թույլ չտաք խաղաղ ակցիան չենք իրականացնում։ Ինչի մասին Բաբաջանյանը նաև նշել է, որ հենց Ռուսաստանի պատճառով է տեղի ունեցել Արցախի հայաթափումը եւ որ ակցիան ունի կոնկրետ նպատակ Լավրովին ցույց տալու իր տեղը։ Նա չպիտի գա Հայաստան։ Քարոզչական, ռուսական նարատիվները վերել այստեղ տիրաժավորել։ Մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք եւ պարտավոր ենք։ Ուղղակի կարեկցել են ամեն ինչ որ տեղի ունենում Ուկրաինայի հետ, Ուկրաինայի ժողովրդի հետ։ Ցեղասպանություն է տեղի ունենում Ուկրաինայի նկատմամբ, բայց մենք Ուկրաինայի հարցով չենք այստեղ։ Ռուսաստանի վարած մարդատյաց, հայատյաց քաղաքականությունն է մեզ վերել այստեղ։ Արցախի հայաթափված Արցախի
ճակատագիրն է բերել այստեղ եւ Ռուսաստանի անմիջական մասնակցությունը այդ բոլոր գործողություններին Ադրբեջանին սադրելու, հրահրելու եւ մինչ օրս Ռուսաստանի հիմնական նպատակն է պատերազմ սանձազերծել, հրահրել, սադրել Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա եւ իդեպ հայաստանյան մի շարք շրջանակներ, որոնց որոշ հովանավորյալներ այստեղ ներկա են, ուրեմն հենց այդ պատերազմին են սպասում։ Անուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը հայտարարեց, որ հայ-ռուսական բարեկամություն չի կարող լինել, որովհետև Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր չէ, հայ-ռուսական բարեկամության մասին կարելի է խոսել միայն անհատակ հիմարության պարագայում։ Դիվանագիտական հարաբերություններին դեմ չէ։ Դիվանագիտական հարաբերություններ կարելի է ունենալ ում հետ ասել։ Բայց այն աննորմալ ներկայությունը, որը Ռուսաստանում կա եւ հարաբերությունների այն կարգավիճակը, որը կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, չի համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ, այստեղ առանցքային բառը պատերազմն է, պատերազմ վարում են թշնամիները։ Հետևաբար այստեղ ինչ-որ բարեկամությունից բանից խոսանք, միայն կարելի է կամ անբարոյականության կամ էլ անհատակ հիմարության պարագայում։ Հիմա ո՞նց է արտահայտում այդ հիբրիդային պատերազմը, կարող օրինակներով վերել, որ Ռուսաստանը պատերազմ է։ Բոլոր կոմպոնենտները հիբրիդային պատերազմի օգտագործում է Ռուսաստանը դեմ ինֆորմացիոն, դիվանագիտական, դիսկուրսիվ, գործակալական ցանցի միջոցով օրինակ, նայեք ռուսական պրոպագանդան Հայաստանի ուղղությամբ ոնց է աշխատում։ Քիչ առաջ մշտոց է տեղի ունեցել ակցիայի կազմակերպիչների եւ ոստիկանների միջև, առաջարկում եմ դիտել։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի շեմին ժամեր առաջ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցը, միարժեք ասել, որ այդ հեռախոսազրույցը կապված է Լավրովի ժամանման հետ, չենք կարող, սակայն կասկած չկա, որ դրա ընթացքում Միրզոյանն ու բարոն շոշափել են հարցեր, որոնք առնչվում են Միրզոյան-Լավրով քննարկումներին եւ ընդհանրապես Հայաստանում Լավրովի հանդիպումներին։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հանդիպելու է նաեւ վարչապետ Փաշինյանի հետ։ Հայտնի է, որ Սերգեյ Լավրովը Երևանում կքննարկի հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական կարգավորմանն առնչվող հարցեր։ Սա նաև բոլորովին անսպասելի կամ զարմանալի չէ, ու նաև կասկածից վեր է, որ քննարկվելիք հարցերի ամբողջ օրակարգը չէ, բայց թերևս նաև հենց այդ թեմատիկան կարող է հետաքրքրել Ֆրանսիային, հաշվի առնելով, որ գործնականում հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերության հեռանկարներն են կանխորոշում Կովկասում աշխարհաքաղաքական ստատուս քվոյի տրամաբանությունն ու հնարավոր միտումները։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը օրերս Ալբանիայում կայացած եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնության շրջանակներում շփումներ ունեցավ թե Ադրբեջանի նախագահ Ալիևի եւ թե Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Մակրոնը նաև հանդիպում ունեցավ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։ Ալբանիայում հայ-ադրբեջանական թեմատիկան որոշակի տեսանելիության դաշտում էր եւ ի տարբերություն օրինակ վերջին ամիսներին մի քանի միջազգային այլ ֆորումների։ Սա իհարկե պայմանավորված է Կովկասի հանդեպ եվրոպական հետաքրքրության աճով, ինչը բխում է ռուս-ամերիկյան երկխոսության հանդեպ Եվրոպայի ունեցած անհանգստություններից։ Հատկանշական է, որ Լավրովը Երևան է ժամանում Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի հաջորդ օրը։ Հայտնի չէ, թե 2 ժամ
ինչ են քննարկել Թրամփն ու Պուտինը, ինչ է տեղի ունեցել այդ քննարկումներում, թե ուղղակի թե անուղղակի արծարծվել է Կովկասը, Թուրքիան, բայց կարծես թե հեռախոսազրույցից հետո եվրոպական արձագանքները նույնքան դրական չեն, որքան արձագանքել էին Թրամփն ու Պուտինը։ Իսկ Թրամփը խոսակցության արդյունքում իրազեկել էր եվրոպական գործընկերներին, ինչ արդյունքներ է գրանցել այս ֆոնին Լավրովի այցից առաջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի զանգը Երևան վկայում է անհանգստության մասին, թե այլընտրանքային կոմունիկացիայի առհասարակ Ֆրանսիայի փորձի մասին։ Եվ այս պահին կապ ենք հաստատում արտաքին գործերի նախարարություն, որտեղ Բաքվում ակցիան շարունակվում է եւ զրուցելու ենք ժողովրդավարության ու անվտանգության կոմիտեի կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ։ Պարոն Բլեյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Եվ այսպես, պարոն Բլեյան, ինչ է կատարվում, կարծեք թե որոշակի հրմշտոց նկատվեց ակցիայի կազմակերպիչների եւ ոստիկանների միջև, ձեր գնահատականն այդ դեպքի վայրից ինչ կարող եք հաղորդել մեզ։ Նախ պետք է ասեմ, որ շատ կարևոր է, որ մենք հավաքվեցինք եւ այստեղ մեր բողոքի ակցիան իրականացրեցինք, քանի որ Սերգեյ Լավրովը պետք է իմանա, որ եթե նա ինչ-ինչ պատճառներով դեռ կարողանում է գալ Հայաստան եւ իշխանության ներկայացուցիչների հետ հարաբերվել, ապա հասարակությունը հաշ չէ նրա հետ, որ իրենք մեզ դավաճանել են, որ իրենց պատճառով մենք կորցրել ենք 4000-ից ավել զինվորներ Արցախյան երկրորդ պատերազմում։ Եվ իսկ միջոցառումը մեր բողոքի ակցիան անցերկացվում հենց ԱԳՆ-ի դիմաց, հետո ինչ-որ X պահի ոստիկանությունը որոշեց, որ մենք այլևս չեն կարող այնտեղ մեր ակցիան իրականացնել եւ մեզ խնդրեցին ճակերտների մեջ դուրս գալ։ Մենք այդտեղ էլ հենց սկսվեց հրմշտոցը, մենք տեղափոխվեցինք դեպի ճանապարհային հատված, հետո որպես չփակվի ճանապարհը, մենք մի փոքր նորից հետ եկանք եւ արդեն դիմացի մայթից շարունակեցինք մեր բողոքի ակցիան, բանկարկեցինք այն ամենը, ինչ մենք մտածում ենք Սերգեյ Լավրովի, Վլադիմիր Պուտինի, Կոպերկինի եւ մնացած նացիստ, ֆաշիստ, հանցագործ ռուս ներկայացուցիչների, Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասին եւ վստահաբար մենք կլսենք Մարիա Զախարովայի արձագանքը եւ ոչ միայն ներկայ էին նաեւ տեղի ուրեմն ռուսական շահեր ներկայացնող լրատվամիջոցներ, ովքեր իրենց հարտադրումներում տպավորություններ, որ ներկայացնում են ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերը կամ լրագրությունը, այլ ներկայացնում են հավատարմագրված են Ռուսաստանի Դաշնությունում։ Ես հարց ունեմ թալապես իշխանությանը, թե ինչու մեզ որոշեցին դուրս հանել ԱԳՆ դիմացի շենքի հատվածից, երբ մենք մեր ակցիան ենք իրականացնում եւ տպավորություն ունեմ, որ Հայաստանում պետք է դաշնակ լինես, որ շատ հանգիստ կարողանաս ինչ-որ ակցիաներ կազմակերպես։ Այսինքն Ֆրանսիայի հրապարակը օկուպացված էր տևական ժամանակ եւ իրենք անգործության էին մատնված, փողոցներ էին փակված, երթևեկությունը պարալիզացված էր եւ այդ ամենը դիտվում էր որպես խոսքի ազատություն։ Իսկ մեր քաղաքացիների, համակարգացիների եւ համակիրների ակցիան իդեմ ֆաշիստ հանցագործ պետության ներկայացուցիչի իրենք դիտարկեցին որպես հասարակական կարգի խաթարում եւ մեզ հրահրելով նաեւ ինչ որտեղ հետ տարան ուրեմն մեր ակցիայի վայրից։ Պարոն Բլեյան, երեկվանից են մեկնարկել այս ակցիաները եւ ինչպես դուք հիշատակեցիք Զախարովային, նա երեք այսպես նաեւ անդրադարձ ունեցավ այս ակցիաներին, ձեր գնահատականը փորձելով կապել USAID-ի հետ, այսպիսի անհիմն այսպես գնահատականներ հնչեցնելով, փաստորեն կարծում եք այսօրվա ակցիային նույնպես նա առիթը բաց չի թողնելու անդրադառնալ։ Իրենք չեն կարողանում հասկանալ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առանց ֆինանսավորվելու կարող է իր տեսակետն արտահայտել եւ այդ տեսակետը կտրականապես կարող է դեմ լինել իրենց առաջ քաշած նարատիվների, իրենց առաջ քաշած կեղծիքների, ստերի։ Տեսեք իրենք ինչ են ասում, իրենք ասում են Արցախը հայաթափվեց, որովհետեւ իշխանությունը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, բայց չեն ասում, որ արդեն մինչ այդ փարուխ հանձնում էին Արցախը։ Եվ ի վերջո Ռուսաստանը այն երկիրն է, որ այնքան ուշադրություն է դարձնում ինչ-որ վերբալ հայտարարությունների, նա իր ստորագրած փաստաթուղթը չի հարգում։
Ղրիմը ճանաչել էր ուկրաինական 97 թվականին, 2003 թվականին դելիմիտացիա դեմարկացիա իրականացել Ուկրաինայի հետ, 94 թվականին դարձել է երաշխավորը Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ այդ բոլորը 3 փաստաթղթերն էլ նա 1 րոպեում 1 կրակոցով 2014 թվականին գրավեց Ղրիմը, իսկ հետո նաեւ 10 տարի պատերազմ վարեց Ուկրաինայի արևելքում, հետո արդեն լայնամասշտաբ պատերազմի գնաց 2022 թվականին։ Այսինքն ուզում եք ասեք Ռուսաստանի Դաշնությունն այն երկիրն է, որը գնում է ինչ-որ թղթերի հետևից, ինչ-որ ստորագրությունների հետևից։ Աբխազիան ու Օսիան ով ինչ էր ճանաչել, որ նա որոշեց հարձակվել Վրաստանի վրա եւ ֆիզիկապես նաեւ արդեն դե յուրե կտրել այդ երկու տարածքները Վրաստանից։ Իսկ սեր Աստծո, եւ նմանատիպ այժմ էլ խոսենք, ասեն, որ USAID-ից ինչ-որ գումարներ են ստանում, իսկ USAID-ն արդեն փակ է։ Այդքանով անտրամաբանական է Մարիա Զախարովան եւ մնացած Ռուսաստանի Դաշնության ուրեմն ներկայացուցիչների հայտարարությունները։ Պարոն Բլոյան, ոստիկանների գործողությունները ինչպես եք փաստորեն գնահատում, դուք ասում եք միայն դաշնակցականները կարող են Հայաստանում այսպես խաղաղակցիա իրականացնել եւ ձեզ խոչընդոտում են, կարծում եք այս առումով ինչ որ հրահանգ կա նաեւ Ռուսաստանից ահաբեկված են, հաշվի առնելով նաեւ որ փաստորեն զերծ չմնացին ակցիային գնահատականներ հնչեցնելուց։ Ես չեմ կարող ասել, թե իրենք ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել ներսում Միրզոյան-Լավրով հանդիպման ժամանակ, միգուցե դա հենց Լավրովի անձնական ցանկությունն է եղել, որ գոնե այս խաղաղ ակցիան մի փոքր այն կողմ տանել, բայց այնուամենայնիվ ունենք փաստ, եւ փաստն այն է, որ իշխանությունը գնաց տրվեց ռուսական պահանջների, իհարկե պահանջ է եղել, եւ փաստորեն մեզ ակցիայից հեռացրեցին դեպի ավելի հեռավոր մաս։ Բայց դա չի նշանակում, որ ակցիան չի հաջողվել, հակառակը ես շատ հաջողված եմ համարում այս ակցիան։ Մենք նաև պետք է պատրաստվենք Մատվիենկոյի գալուն եւ ընդհանրապես այս հարցը, իմ մոտ հարց է առաջանում։ Լավ, ազգային ժողովի նախագահը Ռուսաստանին մեղադրում է ոչ միայն նա, քաղաքացիական պայմանագրի բազում падգամավորներ գրեթե ամեն օր խոսում են, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։ Լավ, եթե պատերազմ է վարում, դաշնակիցը ոնց կարող է պատերազմ վարել։ Պատերազմ վարում են ովքեր։ Թշնամիները։ Պատերազմ վարում են թշնամիները, հակառակորդները։ Հետևաբար ինչ է նշանակում, որ մենք մենք ընդհանրություններ չունենք այդ երկրի հետ։ Մենք չունենք որևէ արժեքային ընդհանրություն, տեսլականի նպատակների ընդհանրապես ընդհանրություն։ Մեր միակ ընդհանրությունը եղել է մեր 70 տարվա օկուպացիա, երբ Ռուսաստանը հարձակվել է Հայաստանի վրա, խլել է մեր պետականությունը, օկուպացրել, ստրկացրել, սպանել է մեր ինտելիգենցիային եւ 70 տարի պահել օկուպացիայի տակ։ Եվ սա անվանել երկրորդ հանրապետություն ես հանցագործություն եմ համարում։ Անվանել երկրորդ համաշխարհային պատերազմում բռնի մասնակցած իրենց կողմից 39 թվականին Հիտլերի հետ համատեղ ստանդարտიზած երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում մեր մասնակցությունը անվանել մեծ հայրենական պատերազմ, ես հանցագործություն եմ համարում։ Եվ մենք այստեղ ենք, որպեսզի այս ամենը հնչեցնենք, եւ մենք այդ ամենը հնչեցրեցինք այսօր, եւ պարոն Լավրովը լսեց այդ ամենը։ Պարոն Բլեյան, փաստորեն նույն կերպ պատրաստվելու եք։ Պարոն Բլեյան, փաստորեն նույն կերպ պատրաստվելու եք նաեւ Մատվիենկոյի այցին։ Այո, մենք նման նպատակ ունենք, վերջնական որոշում չունենք, բայց նպատակ ունենք, այո։ Մատվիենկոն տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում, Լավրովը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում, Պուտինը միջազգային հետախուզման մեջ է, ընդհանրապես տեղ չունի Հայաստանում, որովհետև մենք ստորագրել ենք ուրեմն Հռոմի ստատուտը եւ հետեւաբար մենք հետը զետեր ուզում ենք նվազեցնենք մեր կախվածությունը Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական հակառակորդն է։ Դա մեր թշնամին է։ Նա բացահայտ թշնամական գործողությունների է գնում։ Լավ էլ թշնամին կոչով է լինում։ Այսինքն ռուսական զորքը պետք է գա եւ հարձակվի, սկսի փողոցներում կրակել մեր վրա, որ մենք հասկանանք։ Ռուսաստանը որ սկսի ատալ ադրբեջանցիներին եւ գալիս հարձակում մեր վրա, որ կոորդինատներ է տալիս, ջերմուկոն կոորդինատներ էր տալիս ադրբեջանական զինուժին, որպեսզի եւ իրենց հենակետերը հեռացնում, որպեսզի ադրբեջանցիներն ավելի հեշտ մտնեն եւ օկուպացնեն մեր տարածքը։ Էլ ո՞նց է լինում, լավ Ադրբեջանը չէ թաքցնում, ասում այո, ես ձեր հակառակորդն եմ։ Այս մարդիկ ավելի վտանգավոր են, իրենք ասում են իրենք մեր բարեկամն են, մեր ընկերն են, մեր լավն են ուզում։ Եվ ամեն անգամ դարեր շարունակ մեզ խփում են, մեզ կոտորում են եւ մեր հաշվին, մեր հլու հնազանդության հաշվին բարտեր համագործակցության մեջ են մտնում մեր տարածքների, մեր կյանքերի եւ զոհերի հաշվին եւ մեր ապագայի հաշվին
ուրեմն հաշիվ է փակում ադրբեջանցիների եւ թուրքերի։ Մենք դա ցույց ենք տալու։ Եվ մենք այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք Սերգեյ Լավրովին իրեն լավ զգալ Հայաստանի Հանրապետություն։ Սա մեր երկիրը չէ, սա իրենց երկիրը չէ, մենք ֆորպոստ չենք։ Ինչպես իրենք էին հայտարարել։ Հիշում եք ռուսական պետդումայի ղեկավարը, որ հայտարարում էր Արմենիան է ֆորպոստ, Հայաստանը մեր ֆորպոստն է։ Եվ ձայն չէին անում ոչ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Ոչ։ Մենք ֆորպոստ չենք։ Մենք ինքնուրույն անկախ պետություն ենք եւ մենք ենք որոշելու ով է այստեղ լինել իշխանության, ում հետ ենք մենք ուզում հարաբերվենք, ում հետ չենք ուզում հարաբերվենք, ում հետ ուզում ենք հարաբերություններ հաստատել, ում հետ չենք ուզում հարաբերություններ հաստատել։ Պարոն Բլեյան, եւ ինչ է կատարվում այս պահին, ինչ կարող եք ասել, եթե ամփոփենք, շարունակվում է դեռևս ակցիան։ Այո, մենք տեսնում ենք, որ նոր բարձրեն ոստիկանական ուժեր են հավաքվում, այսպես եթե անեն, կտեսնեք, որ ոստիկանական մեքենաներ են, հուսանք կարողացա ցուցադրել։ Ես մեջքով եմ ուղղակի նստած, ձերդ հարցազրույց տալով, չգիտեմ անհամաստերին ինչ է կատարվում, բայց ակցիան շարունակվում է, ձայները լսվում են, վանկարկումները լսվում են, այն ճիշտ հասցեական վանկարկումները, իսկ այսօր մենք ասում ենք, որ այո, Պուտինը դավաճան է, Լավրովը դավաճան է, իրենք ֆաշիստ են, իրենք նացիստ են, իրենք հանցագործ են, իրենք մանկապիղծ են։ Եվ մենք իրենց հետ չունենք ընդհանրություն, մենք չենք ուզում Ռուսաստանի հետ որևէ ընդհանրություն ունենալ։ Մեր միակ ընդհանրությունը կարող ունենալ սոցիալական հարթակում, ինչ առևտրային ոլորտում, տնտեսական որոշ համագործակցության շուրջ։ Այլ որևէ ընդհանրություն մենք չենք կարող ունենալ իրենց հետ։ Շնորհակալ եմ, պարոն Բլեյան։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, զրուցում էի Ժողովրդավարության ու անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյանի հետ։ Օրերս պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիր Զադեի գլխավորած պատվիրակությունը։ Մայիսի 29-ին նրան ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Նասիր Զադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Վերջին ժամանակներս նկատվում է Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների խորացման նաև պաշտպանական ոլորտում։ Դեռևս նախորդ տարվա մարտի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակություններ պաշտոնական այցով մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վերջերս ապրիլի 9-ից 10-ը Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները անցկացրին համատեղ զորավարժություն։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումը զորավարժություն անցկացրեց Հայաստանի տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումը Իրանի տարածքում։ Զորավարժությունը ենթադրում էր Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողությունները։ Եվ այս պահին զրուցելու եմ իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ։ Պարոն Բերուջանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Բերուջանյան, ինչպես է գնահատում այս կարևոր այցը եւ նաեւ համատեղ արդեն Հայաստան-Իրան պաշտպանական ոլորտում համագործակցությունը։ Ինչ է սա, վերջին 1-2 տարիների ընթացքում հայ-իրանական հարաբերություններում նաև պաշտպանական ոլորտում է համագործակցության այսպես խորացում նկատվում, ձեր գնահատականը։ Տեսեք, եթե ավելի խորքային դիտարկենք հարցը, ապա 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Իրանի քաղաքականությունը հարավային Կովկասում էապես ակտիվացավ և դա պայմանավորված էր այն մտավախությամբ, որ Իրանը հնարավոր է անմիջական մասնակցություն չունենա հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին և վերադասավորումներին։ Այս առումով մենք նկատում ենք, որ Իրանը թե քաղաքական, թե տնտեսական և նույնիսկ ռազմաքաղաքական առումով շատ մեծ ակտիվություն է ցուցաբերում հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանի հետ համագործակցությունը կարծես բարձրացավ նոր մակարդակի և սա փուլ առ փուլ արդեն տեղի ունենում և սրա վկայությունը նաև արդեն այս վերջին համագործակցությունը, բայց ընդհանուր եթե հաշվի առնենք Իրանի քաղաքականությունը, ապա նաև Իրանը փորձում է նույնպիսի քաղաքականություն տանել Ադրբեջանի հետ, չնայած համեմատելի չեն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ
վարած քաղաքականությունը Իրանի, սակայն քանի որ Իրանը ելնում է այն սկզբունքից, որ իր բոլոր հարևանների հետ պետք է ունենա բարիդրացիական հարաբերություններ, այստեղ Հարավային Կովկասում կարծես բալանսավորված քաղաքականություն է վարում, փորձելով որևէ կողմին չտալ առավելություն, այլ փորձել բալանսավորել, որպեսզի վերահսկելի լինի երկու կողմերի միջև այս հարաբերությունները։ Դուք նաև նկատի ունեք այն, պարոն Բելուջանյան, որ վերջերս Արցախում է իրականացվում նաև Իրան-ադրբեջանական զորավարժություն։ Այո, դա էլ կարող ենք կապել եւ ընդհանուր, եթե ինչ-որ բան է տեղի ունենում Ադրբեջան-Իրան հարաբերություններում, ապա դրան հաջորդում է Հայաստանի հետ ինչ-որ գործողություն եւ սա առաջին անգամը չէր։ Ինչպես գիտեք, նաև Հայաստանի հետ մեր զորքերի հետ զորավարժություն տեղի ունեցավ եւ սա աննախադեպ իրադարձություն էր, քանի որ երբեք հայ-իրանական զորավարժություններ չէին տեղի ունեցել։ Կարծում եմ, որ սա հենց վկայություն է այն քաղաքականությանը, որը մատնանշեցի, վարել բալանսավորված քաղաքականություն եւ կարծում եմ, որ Իրանը իր համար ճիշտ քաղաքականություն է վարում, փորձելով վերահսկելի դարձնել եւ կարծում եմ, որ սրանով նախ եւ առաջ նաեւ լուծում է իր անվտանգությունը, քանի որ եթե Իրանի հյուսիսային շրջանում էլի էսկալացիա լինի, ապա առաջին հերթին սա վնասելու է նաեւ Իրանի անվտանգությանը, այս առումով կարծում եմ, որ Իրանը փորձում է չեզոքացնել եւ անմասն չմնալ հենց այս զարգացումներից։ Տեսեք, պարոն Բելուջանյան, մենք տեսնում ենք նաև պաշտպանական ոլորտում համագործակցության որոշակի խորացում, հետաքրքիր է դուք այդ համագործակցության խորացման ինչպիսի հեռանկարներ եք այսօր տեսնում, վերջերս նաև անվտանգության խորհրդի քարտուղարն էր Արմեն Գրիգորյանն էր Իրանում եւ գիտենք, որ Արմեն Գրիգորյանի այցը լայնորեն լուսաբանվեց նաև իրանական մամուլում։ Այո, հենց ԱԽ քարտուղարի հանդիպման ընթացքում Իրանի անվտանգության խորհրդի գերագույն խորհրդի քարտուղարը նույնպես նշեց, որ իրենք թույլ չեն տա որևէ փոփոխություն տարածքների եւ սա բազմիցս իրանական կողմը կրկնում է, սա պաշտոնական իրենց դիրքորոշումն է եւ իրանական պաշտոնյաները տարբեր առիթներով նշում են, որ տարածքային ամբողջականության պահպանումը եւ սահմանների անփոփոխությունը իրենց համար առաջնային է եւ կարծում եմ, որ այս առումով Հայաստանի եւ Իրանի շահերը միանշանակ համընկնում են։ Իրանը նաեւ մեզ համար կարեւոր է տարանցիկ երկիր որպես թե տնտեսական, թե օրինակ ռազմատեխնիկայի մատակարարման համար եւ Իրանի հետ ունենալ ռազմաքաղաքական սերտ համագործակցություն, կարծում եմ, որ դա բնական պահանջ է Հայաստանի համար, քանի որ մեր այն երկու հարևաններից մեկն է, որ ներկայումս բաց սահմաններ ունի, ինչպես նաեւ հասանելիություն ունի ծովերին եւ սա հնարավորություն է, որպեսզի այս մատակարարումները տեղի ունենան նաեւ Իրանով։ Կարծում եմ, որ իրանական կողմը նույնպես հետաքրքրված է եւ մի քանի մեգանախագծեր կան, որոնք նաեւ ուզում են Հայաստանով անցկացնել։ Այլ հարց է, թե ինչքանով է ենթակառուցվածքները կամ այլ տեխնիկական խնդիրները խոչընդոտում այդ նախագծերին, խոսք օրինակ հյուսիս-հարավ միջանցքի մասին եւ այս ամենը համադրելով հասկանում ենք, որ իրանական եւ հայկական կողմերը ելնելով իրենց շահերից փորձում են տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնել։ Պարոն Բելուջանյան, տեսեք, դուք նշեցիք, որ Իրանը ըստ էության փորձում է Հարավային Կովկասում բալանսավորված քաղաքականություն իրականացնել, բայց հետաքրքիր է օրինակ վերջերս էլ տեղի ունեցան իրան-ադրբեջանական զորավարժություններ, բայց դրանով ըստ էության Իրանի եւ Ադրբեջանի միջև առկա կնճռոտ խնդիրները չեն լուծվել։ Միանշանակ չեն կարող լուծվել մի գործողությամբ,
բայց եթե վերջին տարիների այս Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրացմանը հետևենք, ապա գնալով կարծես այս խնդիրները, որ Իրանի եւ Ադրբեջանի միջև կային, կարծես հիմա պատրաստակամություն են հայտնել, որ լուծեն այս խնդիրները եւ եթե 2 տարի առաջվա Իրան-Ադրբեջան հարաբերությունների մակարդակը նայենք, ապա տեսնենք, որ էական փոփոխության է ենթարկվել։ Ճիշտ է, եթե այլ ավելի մեծ ժամանակագրորեն նայենք, ապա Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների բնույթը այնպիսին է, որ ցանկացած պահի հնարավոր է սրացում ունենա եւ վայրիվերումներով է ունենում Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները։ Սա պայմանավորված է մի շարք խնդիրներով, թե էթնիկ, թե մշակութային, թե տնտեսական եւ այսպես մի շարք խնդիրներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ կարծես ի հայտ են գալիս, բայց երկու կողմն էլ չեն տանում հարաբերությունների սրացումը այնքան, որպեսզի անդառնալի լինի, եւ կարծես ժամանակի պահանջին համաձայն իրենք փորձում են հարաբերությունները վերականգնել եւ բարձրացնել այն մակարդակին, որպեսզի արդեն կարծես սերտ համագործակցության ինչ-որ նշումներ են ի հայտ գալիս։ Պարոն Վերոջանյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում է իրանագետ Էդվարդ Վերոջանյանի հետ, առաջարկում եմ տեղափոխվել Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի է ունենում բողոքի ցույց ընդդեմ Լավրովի այցի։